Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումներն ազգային ժողովում ժամանակ առ ժամանակ կրքեր են բորբոքում։ Մթնոլորտն այսօր մի պահ այնքան թեժացավ, որ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը վիճաբանող պատգամավորներին հորդորեց հաշիվները մաքրել դահլիճից դուրս։ Հակխմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին մեղադրեց կեղծ տեղեկություն տարածելու մեջ։ Սերժ Սարգսյանը երբեք անձամբ հրապարակայնորեն չի ասել, որ չի ձգտում ազգային ժողովի նախագահի պաշտոնին։ Փաստ է եւ դա Նախագահի ներկայացուցիչը պնդեց կեղծ տեղեկություններ չի ներկայացրել։ Զուրաբյանն այդ ընթացքում արձագանքում էր Պողոսյանի հայտարարություններին։ Պարոն Զուրաբյան, պետք է լսելու ունակություն ունենալ, չբղավել, պահպանել էթիկայի կանոնները։ Ես խնդրում եմ չընդհատել։ Ինչ կարևոր է անձամբ եւ հրապարակայնորեն է ասել, եթե ես պնդում եմ, որ հանրապետության նախագահը հայտարարել է հանրության համար, որ ինքը չի հավակնում ազգային ժողովի նախագահի պաշտոնին, եթե անցում է կատարվելու խորհրդարանական համակարգի։ Հետևաբար կեղծ տեղեկությունների մասին պնդումները մնում են ձեր խղճի վրա։ Դահլիճում իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ Պողոսյանը պատասխանում էր հակխմբակցության ղեկավարի երկրորդ հարցին։ Կարող եք գոնե մեկ խորհրդարանական, նկատի ունեմ ոչ միապետական, եվրոպական սահմանադրության օրինակ բերել, որտեղ վարչապետի պաշտոնի թափուր լինելու դեպքում տեխնացուի առաջադրումը պատկանում է ոչ թե նախագահին կամ պատգամավորական մեծամասնությանը, այլ խորհրդարանի նախագահին։ Եթե ոչ, ինչու եք առաջարկում, որ Հայաստանը դառնա միակ բացառությունը։ Ազգային ժողովի նախագահին նման լծակ տրամադրելը ինչու է այդքան անհանգստացնում ձեզ, եթե հաջորդ իսկ քայլում ազգային ժողովը կարող է ինքը առաջադրել առանց ազգային ժողովի նախագահի առաջադրման։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ որոշեց անդրադառնալ Պողոսյանի ասածներին։ Դա դուրս չեկավ Սիմ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին։ Ի պատասխան Բագրատյանը հայտարարեց. «Արի հլը տեսնեմ ինչ ես ասում»։ Շատ փայլուն տրամաբանություն է, պարոն Բագրատյան, հետևաբար պետք է հասկանաք, Պարոն Բագրատյան, դուք կարաք հարց տաք, ելույթ ունենալ։ Ես խնդրում եմ մի խանգարեք ազգային ժողովի աշխատանքները, կրքերը հանգստացրեք։ Հանգիստ։ Չէ, երկուստ էլ դուրս եկեք ավելի լավ է, դրսում մաքրեք ձեր հաշիվները։ Հարց տալու հերթը հասավ Հրանտ Բագրատյանին, նա ևս կառավարման մոդելի փոփոխությունից խոսեց։ Ասում եք պետքա դեմոկրատիա, անցնենք ավելի դեմոկրատական պարլամենտական համակարգի ու անմիջապես դնում եք կայուն մեծամասնության խնդիր։ Անտեղի բերում եք Իտալիայի օրինակը 70 կառավարություն փոխելու։ Իտալիան առաջին 52 կառավարություններում 90-ականների վերջերին անցավ տնտեսական զարգացման Ֆրանսիային։ Իտալիայի խնդրը Բերլուսկոնին էր։ Միայլանդակ երևույթ, որ հայտնվեց այդ երկում։ Վաղը վտանգ չկա, որ այս պարլամենտը կգնի մի քանի միլիարդ թաթերի ձեռը։ Ինչ է կանելու այդ դեպքում ձեր կայուն մեծամասնությամբ։ Իհարկե կան երկրներ եւ Իտալիան դուք ճիշտ եք մատնանշում, որ այդտեղ շատ հաճախ են տեղի ունեցել փոփոխություններ, բայց իրենց տնտեսական զարգացման վրա դա ազդեցություն չի ունեցել։ Եթե Իտալիայի վրա ազդեցություն չի ունեցել, դրանից դետերմինացված դեռ չի բխում, որ անպայման ազդեցություն չի ունենա նաև Հայաստանի համար։ Սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն նաև վաղը։